Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 7-ի համար։ Ինչպես տեսնում ենք, հայլային օր է եւ կարող եք երազանք պահել, եթե ազատ լինեմ, անպայման կանեմ տեսանյութ հուլիսի 7-ի վերաբերյալ, իհարկե հայլային, օրվա վերաբերյալ։ Եվ տեսնենք, թե այսօր մեզ ինչ է սպասվում։ Պահեք երազանք, այսօրը հենց այդ օրն է, որպեսզի պահեք երազանք, ոչ թե մոլորակները միանում են իրար, այդ օրը պետք է պահեք երազանք, այլ հենց նման օրերին, որ բացվում է ամեն ձեր հնարավորություն, որպեսզի դուք ունենաք ձեր ցանկությունը, այնպես որ օգտվեք այս հնարավորությունից։ Նման օրերին սովորաբար պորտալներ են բացվում, հատկապես 7-երի դեպքում, եւ օգտվեք անպայման դրանից։ Երազանք գրեք, նաև միշտ հարցնում եք ինչ անենք հետո թղթի հետ, երբ որ երազանքը կկատարվի, այդ թուղթը կարող եք դեն նետել, մինչև երազանքը չի կատարվել, այդ թղթի հետ ոչինչ պետք է չանեք, թուղթ մի վերցրեք, հատուկ ինչ-որ միտեղ գրեք, ինչ-որ մի նոթատետր վերցրեք, որպեսզի մեջը գրեք, պես ավելի ճիշտ է, որովհետև գրելը միայն այն չի, որ ուզում եմ մեքենա ունենալ, դա ցանկություն չի, դա նախադասություն է։ Ահա, տեսնենք, թե ինչ է սպասվելու մեզ բոլորիս այդ օրը։ Այսպես տարբեր քարտերով եմ անելու, եւ ձեզ համար հետաքրքիր կլինի, եւ միշտ նույն բանը չլինի։ Եվ ես եւս երկու քարտեր ունեմ, տարբեր, նրանով էլ սպասեք, որ կլինեն տեսանյութեր։ Ահա, տեսնենք ինչ է սպասվում մեզ, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին հուլիսի 7-ին, այդ օր ինչ-որ բաներ եք ավարտում եք և այստեղ նոր բան եք սկսում, ոմանց մոտ սա հարաբերություններ են, նոր հարաբերություններ, ոմանց մոտ նոր բիզնես, նոր կյանք, նոր աշխատանք, բայց մինչ այդ ինչ-որ մի բան է ձեզանից գնալու, առանց գնալու ոչինչ չի գա ձեզ մոտ, այնպես որ պատրաստ եղեք ինչ-որ մի բան բաց թողել ձեր կյանքում։ Սա այնպիսի մի բան է, որ արդեն լցվել է, արդեն նա ձեզ հարկավոր չէ, այսպես թե այնպես պետք է բաց թողնեք։ Եվ այդ օր երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, նա վրա հղիությունը, ծննդաբերությունը, նաև դա կարող է լինել նոր կյանք, նոր հիմք, նոր բիզնես, նոր հարաբերությունների սկիզբ, այստեղ ովքեր որ աղջիկներ են, այստեղ հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ։ Տեսնենք ով է այս տղան։ Միգուցե նաև մի փոքր այդ օրը երեխական ձեզ պահեք, այ օրինակ ինչ-որ մի բան է գնում ձեզանից, ցանկանաք բաց թողնել։ Տեսնենք ով է այս տղան։ Դա այստեղ զույգ է կամ դուք եք ամուսիններով, կամ նոր ծանոթություն է, կամ որևիցե աղջիկայի եղբայր է, հայր է, այդպես ձեր սիրելի հայրն է, ձեր քրոջ ամուսինը, այդպես է, ինչ-որ մեկն է, ում այդ օրը կհանդիպեք, եթե ոչ, ապա սա զույգերն է, ձեզ է ցույց տալիս, այդ օրը կհանդիպեք, միգուցե հղի եք և ասում եք այդ մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 7-ին։ Այդ օրը կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, նաև ծնողի հետ կշփվեք, ծնողների հետ կլինեք, այդ օրը ավելի շատ, դե առողջ կսնվեք, միգուցե սպորտով նաև զբաղվեք, այդ օրը ոմանք նաև ուսմամբ են զբաղվելու, կամ քննություններ ունեք, կամ պատասխանները կարող եք ստանալ, դա նաև ինչ-որ մի բան գրանցելն է, օրինակ կարող եք բիզնես գրանցել, կարող եք թեկուզ այստեղ տան վարկ վերցնել, նաև այդ օրը գաղտնիք կբացահայտվի։
Եվ ինչ ոլորտ, որ ձեզ մոտ անկայուն էր, այդպես լավ վիճակում չէր, այդ ոլորտը կկարգավորվի, կկայունանա, դուք էլ կհանգստանաք, միգուցե դա ինչ-որ պայմանագրի հետ էր կապված, միգուցե ուսման հետ էր կապված, միգուցե լարված էիք, պատասխաններին էիք սպասում եւ հիմա պատասխանները կգան, արդեն ավելի հանգիստ կլինեք։ Ամեն մեկի մոտ տարբեր է այստեղ, ինչ-որ մի բանը հանգստանում է ձեզ մոտ, հա, այդտեղ ոնց որ սիրտն էլ է, որ լարված էր, հանգստանում է հիմա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 7-ին։ Մի փոքր դժվար օր է, դժվարություններ կարող են լինել, մի փոքր ծանր օր է նաև։ Այստեղ կարող են լինել շատ աշխատանք, բեռը լինի ձեր ուսերին, անդադ պետք է ինչ-որ գործեր անեք։ Նաև դա կարող է լինել փորձություն, հարաբերություններում, դժվարություններ ֆինանսական առումով, գումար վերցնելու հետ կապված, այսինքն կամ ծանր եք, ոնց որ դժվար եք գումար վաստակում, այդ օրը պետք է շատ ֆիզիկական աշխատանք պետք է անեք այդ օրը, որ այդ գումարը ձեզ տան։ Նաև դա կարող է լինել ճակատագրական քայլ, ճակատագրական հանդիպում, նաև ճակատագրական քայլ։ Դա կարող եք մեծ գումար ծախսել ինչ-որ մի բանի վրա, մեծ գումար վերցնել, օրինակ վարկ։ Դա եւս, հա, ճակատագրական քայլ է։ Այս խանգարելու են, կարծես թե այդ օրը նաև գումար կստանաք, ոմանք նաև գումար կծախսեն։ Եվ գաղտնիք է բացահայտվելու, ուսմամբ կզբաղվեք, գուցե պատասխաններն եք ստանում, գուցե քննություն եք հանձնում, ինչ-որ մի բան եք ստորագրում, այստեղ ճակատագրական քայլ է սա, հիփոթեք եք վերցնում կամ մեկ այլ բան է, որ այստեղ ճակատագրական քայլ է, կամ բիզնես եք բացում, ներդրում եք անում ինչ-որ մի բանի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 7-ին։ Շատ եղեք, այստեղ վեճ կարող է լինել աշխատանքի վայրում, ոչ թե պետական հիմնարկությունում, պետական աշխատողների հետ, նաև ձեր շրջապատի մարդկանց հետ, այնպես որ այստեղ շատ ուշադիր եղեք։ Ոմանք կարող են տուն մաքրել, այդ օրը կպած տուն մաքրեք, եթե աշխատում եք երեկոյան է արդեն դա, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանց մոտ պաշտոնի փոփոխություն կլինի, բարձրացում, առաջխաղացում։ Այդ օրը նաև կարող եք գտնվել մի շրջապատում, որտեղ որ կան շատ պետական աշխատողներ, այդպես պաշտոնյաներ կամ հայտնի մարդիկ։ Նաև ոմանք այցելեն հիվանդանոց, ոմանք ոչ թե բժշկական կենտրոն, նաև դա կարող է լինել ուսման կենտրոն։ Զբաղվեք հայ երեխաներով եւ այլն, կամ ձեր հարցերով, դուք եք ուզում սովորել։ Եվ այդ օրը կլինեք ձեր հարազատների շրջապատում, ընկերների շրջապատում, նաև ձեր կյանքը նոր իմաստ կստանա, գուցե ընդունվում եք ինստիտուտ, այդպես ինչ-որ պահեր են եւ նոր էտապ է սկսվում ձեզ մոտ։ Եվ կզգաք, որ տեսակ հասունացել եք այդ օրը, արդեն ուրիշ ձև եք ամեն ինչին նայում։ Չնայած որ ոմանք իրոք պաշտոն կարող են ստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 7-ին։ Բավականին առույգ կլինեք, այս այն կողմ կգնաք, սականեք, նականեք, այդպես ուշադիր եղեք այդ այս այն կողմում ինչ-որ բաներ չկորցնեք, որտեղ կարող է շարժվեք այստեղ այնտեղ եւ ինչ-որ մի բան կորցնեք։ Նաեւ հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր,
նորություններ լսեք, ինչ-որ փաթեթ կարող ստանալ, կամ դուք կամ ձեզ կփորձեն այդպես ծանոթություն հաստատել, հա, դրսում, փողոցում, կամ կանգնացնել, կամ այդպես ծանոթություն հաստատել։ Ուշադիր եղեք կորուստի նկատմամբ։ Գուցե իրոք, չէ, այստեղ ինչ էլ կորցնեք կգտնեք, բայց ամենայն դեպս, հա, ինչու կորցնեք, եթե պետք է գտնեք։ Եթե ինչ-որ դժվարություններ կան, մանր-մունր դժվարություններ կան, ապա կկարողանաք այն հաղթահարել։ Նաև այդ օրը ոմանք առիթի են կամ պատրաստվում եք առիթի, միգուցե դրա համար եք այսօր են կողմ գնում, զգեստն եք նայում, սա եք անում եւ սա նաև հասարակական կյանքն է, գուցե այդպես ակտիվ զբաղվում եք հասարակական կյանքով, սոցցանցերով, միգուցե ինչ-որ գործեր եք անում, առևտուր եք անում։ Եվ իհարկե այստեղ առիթ է, կողմ ծնունդ է, պարտադիր չի հարսանիք լինի, ծնունդ կարող է լինել։ Մեկ այլ բան։ Ավելի շատ գտնվեք հասարակության մեջ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 7-ին։ Շատ սեր, շատ սիրային պահեր, սիրո խոստովանություն, կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն, 4 կողմից շատ սեր կստանաք, կարող սիրահարվել նաև այդ օրը։ Բայց այստեղ գաղտնիք է բացահայտվելու, այստեղ ինչ-որ մեկը ձեզ գաղտնիք է ասելու սիրո մասին, հա, այսինքն բացահայտվելու է զգացմունքները ձեր նկատմամբ։ Նաև ուսմամբ կզբաղվեք, միգուցե քննությունները հանձնել եք լավ ոնց որ պատասխան է գալիս, կամ եթե նոր եք հանձնելով, ոնց որ այնպեսի մի թերթիկ էր ընկել, որ դուք դա անգիր գիտեիք, հա, եւ դրա համար շատ լավ եք ձեզ զգում։ Նաև ինչ-որ պետական տեղ կարող եք այցելել, ինչ-որ պայմանագիր կնքել, ոչ թե պետական թուղթ վերցնել, թուղթ հանձնել, եւ այդ օր բավականին ակտիվ կլինեք, այսօր կողմ շատ կգնաք, հյուրեր կունենաք, կամ դուք կարող եք գնալ հյուր, երկար ճանապարհ կարող եք գնալ, նորություններ կլսեք, կփորձեն դες հետ ծանոթանալ, նաև դրսում կարող այդպես, հա, սիրահարվեն, կամ դուք սիրահարվեք եւ ամիջապես ուզենաք հետը խոսել, շփվել։ Եվ ինչ-որ բաներ, եթե պատվիրել եք, կգա կհասնի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 7-ին։ Անցյալի մեջ եք փորփրելու, անցյալի մեջ եք մտնելու։ Գուցե անցյալից ինչ-որ մարդիկ կան այստեղ, կարող է տղամարդ է գալիս անցյալից կամ հանդիպում եք իրեն միամիտ։ Նաև կարող է ուղղակի նստում եք եւ հիշում եք ձեր անցյալը, բայց այստեղ մի փորփրեք, եթե սիրային թեմա է, որտեղ անցյալը մնում է անցյալ։ Ուղղակի դրանք հիշողություններ են, որ ժամանակ առ ժամանակ պետք է հիշել, ուրախանալ, ժպտալ կամ ասել են ինչ վիճակ էր, հա, ինչ որ եւ փորձել այդ վատ բաները նորից չբերել, այս կյանք, բայց փորփրել անընդհատ նորից հիշեցնել, նորից խոսել այդ թեմայով, դա ինչ որ խնդիրներ է առաջացնում պարզապես ընտանիքում։ Միևնույն է, այդ անցյալը չի գալու ներկա։ Ինչքան ասեք, այնքան ավելի շատ կգա ներկա այդ դեպքում։ Ինչ որ անցյալի գործեր են, որ մնացել են, ինչ որ բաներ են, որ կարող այն ժամանակ պետք է անեք չկարել եւ հավաքվել է եւ այդ օրը պետք է անեք ստիպված։ Նաեւ հանդիպում կամ շփում ունեք ոչ թե տղայի հետ, տղամարդու հետ, հերվից է այս տղամարդը կամ ծանոթություն է օտար երկրում գտնվող մեկի հետ կամ նաև օտար երկրացի կարող է լինել։ Նա ձեր ցանկությունները կկատարի, ինչ-որ մի բան եք ուզում ինքը կանի, այսպես ուրախանաք։ Եվ գուցե նաև հանդիպում եք ինչ-որ մեկին, ով որ հանրահայտ է, դրսում տեսնում եք, փորձում նկարվել հետ է եւ այլն։ Եվ հաջողություն ունեք, հաջողություն
յուրաքանչյուր գործում այդ օրը, այն ինչ որ կանեք։ Միգուցե անցյալի այդ գործերը, որոնք որ գալիս են, եթե իհարկե ունեք, եթե ուրիշ բան չի, ապա կանեք կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 7-ին։ Փոփոխություն կմտնի ձեր կյանք։ Ոմանք կարող է տեղափոխվում եք, օրինակ կարող եք տեղափոխվել օտար երկիր կամ օտար քաղաք, մեկ այլ քաղաք, մեկ այլ ինչ-որ տեղամաս, տարածք նաև։ Ոմանց մոտ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն, երկար ճանապարհ կարող եք գնալ, թեկուզ հանգստանալու նպատակով կարող եք գնալ օտար երկիր։ Փոփոխությունը ընդհանրապես լավն է, գլոբալ է, եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Եթե դրսում ապրող ինչ-որ մարդիկ ունեք, ապա իրենցից նորություն կլսեք, միգուցե կարող է կանչեն ձեզ կամ գան։ Այդ օրը նաև գաղտնիք կբացահայտվի, ուսմամբ կզբաղվեք, պետական ոչ կենտրոն կգնաք, միգուցե գնում եք վիզայի հետևից այստեղ, որպեսզի վիզա ստանաք, կամ արդեն տվել են, գնում եք վերցնեք, այդպես։ Նման ինչ-որ գործողություններ կարող եք անել նաև օտար երկրի հետ կապված կամ հանգստանալու կամ ձեր ցանկությունները առաջ տանելու։ Կարող գնում եք օրինակ բիզնես եք բացում, որպեսզի ձեր այդ ցանկություն ունեք, եւ այդ ցանկությունների հետևից եք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 7-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև կօգնեն ձեզ, կաջակցեն ձեր ցանկությունների հարցում։ Միգուցե ոչ իմաստուն մարդ, ոչ ինչ-որ մեկը իրոք ձեզ կաջակցի, կօգնի։ Մի խոսքով նաև այստեղ կարող գնալ օտար երկիր կամ օտար երկրում եք գտնվում եւ ձեր ցանկությունները իրականանում են։ Նաև սա աստղ է, որ մարդը աստղի նման կփայլի, միգուցե ինչ որ հայտնի կողքն եք գտնվում այդ օրը եւ ոնց որ ձեզ էլ այդ փայլը ընկնում, իրար հետ այդպես փայլում եք։ Նաև կաջակցեն ձեզ, ինչպես որ ասացի, կաջակցեն, կօգնեն ձեզ, որևիցե այդպես հայտնի մարդ, որևիցե հանրաճանաչ մարդ։ Նաև օտար երկրից նորություններ կլսեք, միգուցե կանչեն, միգուցե գան, բավականին ուժ կունենաք այդ օրը ինչ-որ գործեր անելու համար, առաջ տանելու ձեր գործերը, խիզախորեն ինչ-որ բաներ կանեք, այդ օրը նաև իմաստուն ձևով։ Եվ կարող եք հանդիպել պետական աշխատողի, նաև չի բացառվում ավտոտեսուչի, զգույշ վարեք մեքենան, դա կարող է լինել նաև օձ, այդքան էլ լավը չլինի այդ ավտոտեսուչը, դրա համար ուշադիր եղեք։ Արդեն կարելի է պատողը բացել, կարծես թե ձայնը կտրվեց, խանգարում էին մեզ։ Տեսնենք ամենայն դեպս այս օձերը ովքեր են, կամ նախանձ մարդիկ են, նախանձում են, այդ օրը կարող է ինչ-որ պաշտոն եք ստանում, կամ ինչ-որ ասեցի, ինչ-որ մարդկանց կողքը կարող եք լինել, ովքեր հայտնի են եւ դա նախանձ առաջացնում եք այլ մարդկանց մոտ, չէ։ Այստեղ դուք եք իմաստուն։ Այստեղ նաեւ գայթակղություն է։ Գայթակղություն հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ։ Կարող եք սիրահարվել, կարող եք գայթակղվել, ժամը դրվել նաեւ։ Օծ չի, այստեղ ավելի շատ իմաստություն է եւ գայթակղություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճեղջուրներին։ Ինչ է սպասվում աճեղջուրներին հուլիսի 7-ին։ Այստեղ լավ շրջապատում կլինեք, միգուցե առաջ խաղացում է ձեզ մոտ։
աշխատանքի վայրում, նաև ինչ-որ ձեզ կարող են առաջարկություն անել պաշտոնի հետ կապված, կարող են առաջադրանք տալ և դուք ցույց տաք ձեր հմտությունները, նոր կյանքի իմաստ կգտնեք, ավելի հասուն կմտածեք այդ օրը, ավելի կզգաք, որ մեծացել եք արդեն, թե հայելու մեջ նայելով, թե ընդհանրապես ձեր մտածելակերպով։ Գումար կծախսեք կամ գումար կստանաք, այստեղ կարող է լինել գումարը ծախսել այդպես կտրուկ, այսպես անմտածված կարող եք գումար ծախսել, ուշադիր եղեք, հետո կարող եք փոշմանել։ Նաև այստեղ կարող եք կտրուկ ոչ քայլ անեք, ինչ-որ անսպասելի փոփոխություն լինի պաշտոնում, նաև գուցե գումարի հետ է կապված, այստեղ երկրորդ եկամտի աղբյուր եք փորձում փնտրել, եւ շատ այսպես կտրուկ, վերջ, սա եմ անում, այդպես։ Նաև այդ օրը ուշադիր եղեք վեճի հետ կապված, կարող է վիճեք, օրինակ, ձեր շրջապատի մարդկանց հետ, թե ով է գումարը փակելու, ով է վճարելու եւ այդպես վեճ առաջանա։ Նաև ուշադիր եղեք կտրող սուր գործիքներից, որպեսզի ձեզ չվնասեք։ Ոմանք այդ օրը վիրահատության են եւ սա կարող է ցույց տալ բժշկին, գումար եք տալիս, վիրահատություն եք անում, կամ սուր գործիքներ։ Սուր գործիքներով աշխատում եք։ Սուր գործիքներով, ասեղներով, այսինքն ասեղ, այնտեղ եղունգներ սարքել եւ այլն, այն ինչ որ սուր գործիք է։ Եվ ինչ որ անսպասելի քայլ է սա, կտրուկ քայլ է։ Ամեն մեկի մոտ տարբեր դա կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 7-ին։ Առիթ կունենաք այդ օրը, կամ ավելի շատ կգտնվեք հասարակության մեջ։ Նաև ծնունդ եւ այլն, կամ դուք եք կազմակերպում ծնունդ, ինչ-որ մի առիթ։ Նաև կարող եք սկսեք հասարակության հետ աշխատել, ինչ-որ սոցցանցերում, ինչ-որ մի բաներ վաճառել։ Եվ այդ օրը 3 երեսանի մարդիկ կան, ովքեր որ ձեզ բավական շատ բարկացնում են։ Իրենց ասածով, իրենց ցույց տվածով, իրենց առաջարկով, նյարդայնանում եք։ Տեսնենք կանցնի այդ նյարդայնությունը, թե կարող է ինչ-որ բանի վերածվել։ Չէ, կանցնի, այստեղ միգուցե կող ընտանիքի անդամներ են եւ ոնց որ արագ անցնում եմ։ Դե այն որ կան, չէ, որ շատ դեպքերում ոնց որ մեր հարազատները օրինակ մեզանից ուզում են գումար ուզեն կամ ինչ-որ մի բան եւ այդպես ոնց որ հերվից են գալիս, օրինակ ես նյարդայնանում եմ նման բաներից, այդպես հերվից են գալիս, ու ընդհանրապես յուրաքանչյուր մարդ որ հերվից գալիս է, նյարդայնանում եմ։ Կամիջապես այդպես ինձ ասի, ինչը ոնց է։ Եվ կարող միգուցե դա է, այս ընտանիքի անդամները նյարդայնանում եք այդ իրանց պահերից, բայց հետո անցնում է։ Այստեղ նաեւ կարող է գործարքի պահ լինի։ Եթե գործարք եք կնքում, զգում եք, որ իրենք մի տեսակ այդպես տարօրինակ մարդիկ են, երկերեսանի մարդիկ են, սկզբում նյարդայնանում եք, բայց հետո միգուցե գործ է, միգուցե աշխատանքը եւ շատ կարեւոր է եւ կնքում եք այդ պայմանագիրը օրինակ։ Այստեղ նաեւ ոմանք կարող են նյարդայնանալ այն, որ միշտ նույն բանն են անում։ Մարդիկ կան, որ չեն սիրում միշտ նույն բանը անել եւ այդ օրը ստիպված կարող լինեք նույն բանը անդադ անել օրվա ընթացքում եւ նյարդայնանում եք դրանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 7-ին։ Ուրախ եք մի կողմից, մյուս կողմից բարկանում եք։ Եվ նա կա, եւ ուրախ եք եւ բարկանում եք։ Ինչի վրա եք բարկանում, նաեւ անհանգիստ եք այստեղ։ Միգուցե օտար երկրի հետ է կապված, միգուցե պետք է գան ինչ-որ մարդիկ, միգուցե դուք պետք է գնաք, դրա համար եք լարվում։ Նաեւ
Ձեր ցանկություններին հասնելու համար ինչ-որ մի բան այնպես չէ կարող այդ օրը եւ դա է լարում եւ այդ օր ունեք նաեւ լաբիրինտ կարող է լարված վիճակով խճճվեք եւ չկարողանաք ինչ-որ գործեր անել եւ դա էլ ավելի շատ ձեզ նյարդայնացնի մենք ինչն է լաբիրինտի պատճառը գիտեք կամ ժամանակին եթե հարցը տվեցի ինչն է պատճառը դա գուցե ժամանակին ինչ-որ մի բան հեշտացել է հեշտ է տրվել ձեզ եւ դուք չեք օգտվել եւ դուք ձեր վրա եք նյարդայնանում որ այն ժամանակ ինչի չարեցի որ այսպես խճճվեցի ինչ որ մի բանում իսկ կկարողանաք դուրս գալ լաբիրինտից այստեղ այո կկարողանաք բայց ինչ որ փոփոխություններ պետք է կատարեք ձեզ մոտ եթե խճճվել եք ինչ որ մի հարցում ուրիշ ձև պետք է նայեք ուրիշ տեսանկյունից պետք է նայեք այդ հարցին ինչից որ խճճվել եք այդ օրը դեն պետք է ուշադիր, այդպես ուրիշ կողմով նայեք, որտեվ այսպես թե այնպես, եթե մարդն գնում է լաբիրինտ, չէ, եթե լարվում է, վազում է այստեղ, բնականաբար չի կարողանում դուրս գալ։ Մարդիկ էլ կան, նայում են երկինք եւ տեսնում են իրենք որտեղ են գտնվում եւ ըստ դրա կարողանում են ուղղությունը գտնել, թեկուզ արևի միջոցով, թեկուզ մեկ այլ բանի միջոցով։ Այնպես որ ոնց որ մարդը պետք է չլարվի եւ ինչ որ փոփոխություններ պետք է անեք, որպեսզի կարողանաք այդ խնդրից դուրս գալ։ Գուցե նաեւ կապված է այստեղ տեղափոխության հետ։ Գուցե պետք է ինչ որ տեղափոխվեք, ինչ որ մի բան այստեղից այնտեղ տանեք, տեղափոխեք, որպեսզի ձեզ մոտ ինչ որ մի բան փոխվի։ Կախված է ձեր իրավիճակից այստեղ։ Այսքանը ձեզ համար Ձեզ հաճելի օր եմ մաղթում։